Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Ռուսաստանին վերջնաժամկետ է ներկայացրել Ուկրաինայում կրակը դադարեցնելու համար։ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ լրացուցիչ բանակցություններ կանցկացնի Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկու եւ եվրոպացի առաջնորդների հետ, քանի որ Ռուսաստանին ներկայացված ԱՄՆ-ի եւ Եվրամիության առաջարկն անվերապահ 30-օրյա հրադադարի մասին ուժի մեջ է մինչև երկուշաբթի երեկո։ Մենք բոլորս պետք է հիմա ողջամիտ լինենք, կամ Ռուսաստանը լուրջ է եւ խաղաղություն է ուզում, կամ էլ լուրջ չէ եւ մենք պետք է ավելի շատ պատժամիջոցներ կիրառենք, հավելել է Մակրոնը։ Մայիսի 12-ին ավելի վաղ Գերմանիայի կառավարության խոսնակ Շտեֆան Կորնելիուսը զգուշացրել էր, որ Ռուսաստանը կբախվի պատժամիջոցների, եթե մինչև օրվա վերջ չհամաձայնի Ուկրաինայում անվերապահ 30-օրյա հրադադարին։ Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիմ Սթարմերն էլ հայտարարել է, որ Ռուսաստանի ցանկացած հակապահանջ 30-օրյա հրադադարի նախաձեռնությանը կդիտարկվի որպես հրադադարի մերժում։ Այս դեպքում նրա խոսքով մի շարք երկրներ արդեն պատրաստ են լրացուցիչ պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի դեմ։ Նույն օրը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն Ուկրաինային առաջարկել էր մայիսի 15-ին Ստամբուլում վերսկսել ուղիղ բանակցություններն առանց նախապայմանների, սակայն իր ելույթում նա չի հիշատակել վճռականների կոալիցիայի նախաձեռնությունը մայիսի 12-ից 30-օրյա հրադադարի մասին։ Մայիսի 11-ի երեկոյան Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին հայտարարել էր, որ մայիսի 12-ի հրադադարի առաջարկը մնում է սեղանին։ Նա նաև նշել է, որ Թուրքիայում կլինի 5-շաբթի, մայիսի 15-ին։ Ինչպես նշել է Գերմանիայի կառավարության խոսնակ Շտեֆան Կորնելիուսը, Ռուսաստանը մինչև օրվա վերջ պետք է արձագանքի Ուկրաինայում 30-օրյա հրադադարի առաջարկին։ Հակառակ դեպքում Ռուսաստանը կբախվի պատժամիջոցների։ 12 ժամ կա մինչև օրվա ավարտը եւ եթե հրադադարը չպահպանվի մինչ այդ, Եվրոպական կողմը կսկսի պատժամիջոցների նախապատրաստական աշխատանքները, ասել է նա։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը չի բացառել, որ կարող է մայիսի 15-ին մեկնել Ստամբուլ, որտեղ հնարավոր է Ռուսաստանի եւ Ուկրաինայի միջև ուղիղ բանակցություն։ Թրամփն ասել է, որ չգիտի, թե ինչպիսին կլինի իր ժամանակացույցը, սակայն նշել է, որ մտածում է այդ ուղղությամբ։ Մայիսի 13-ին ԱՄՆ նախագահը սկսում է այցը Մերձավոր Արևելք, որի ընթացքում լինելու է Սաուդյան Արաբիայում, Արաբական Էմիրություններում եւ Քաթարում։ Մայիսի 5-ին Էրդողանի հետ հեռախոսազրույցից հետո Թրամփը հայտարարել էր, որ Էրդողանն իրեն հրավիրել է Թուրքիա, իհարկե չնշելով, թե հատկապես ինչ ժամանակահատվածի մասին է խոսքը։ Միաժամանակ նույն հեռախոսազրույցի մասին իր գրառման մեջ նա նկատել էր, որ անհամբերությամբ է սպասում ռուս-ուկրաինական պատերազմը դադարեցնելու ուղղությամբ Էրդողանի հետ համատեղ աշխատանքին։ Եվ ահա օրեր անց հնչեց Ռուսաստանի առաջարկը, որը անկասկած համաձայնեցված էր ԱՄՆ-ի հետ բանակցային պրոցեսում։ Իսկ համաձայնեցվել է նաև Թրամփի ներկայությունը Ստամբուլում։ 2023 թվականից ի վեր Անկարան սպասում է ՌԴ նախագահ Պուտինի Թուրքիա այցին, ինչին ի պատասխան Մոսկվայից մշտապես հնչում է ժամանակացույցի բարդությանն արվող հղումը։ Պուտինը երկամյա այդ տևականությունից հետո մայիսի 15-ին կայցելի Ստամբուլ Զելենսկու հետ հանդիպման։ Համենայն դեպս ուղիղ բանակցության մասին Մոսկվայի առաջարկի առնչությամբ Զելենսկին հայտարարեց, թե ինքը կմեկնի Ստամբուլ, ակնկալելով այնտեղ անձամբ Պուտինի հետ հանդիպում։ Հնարավոր է, որ Մոսկվան ընդունի այդ առաջարկը պայմանով, որ այսպես ասած մեկնարկային ներկայություն ունենա նաև ԱՄՆ նախագահ Թրամփը։ Արդյոք ԱՄՆ նախագահի հայտարարությունը, թե մտածում է Ստամբուլ մեկնելու մասին, վկայում է այդ օրինակ քննարկումների առկայությունը։ Չի բացառվում, որ թեման գալիս է Կիևի դիրքորոշումից եւ Զելենսկին է ակնկալում, որ լինի առաջին դեմքերի մակարդակ, պատկերացնելով թերևս, որ բանակցային բուն պրոցեսը անշուշտ լինելու է ավելի շուտ Ուկրաինային պայմանների թելադրում։ Ըստ այդմ շատ կարևոր է դառնում անտուրաժի հարցը Զելենսկու համար։ Պուտինն էլ իր հերթին գուցե այդ օրինակ մակարդակի համաձայնելու պատրաստակամություն հայտնում է, եթե ներկա լինի նաև Թրամփը։ Սրանք իհարկե դիտարկումներ են, սակայն Թրամփի հայտարարությունն անշուշտ նշանակում է, որ առնվազն սեղանի վրա եղած տարբերակների դիտարկումներ։ Ընդ որում հատկանշական է, որ Գերմանիայի կառավարության ներկայացուցիչն էլ մայիսի 12-ին հայտարարել է, որ Բերլինը պատրաստ է ներկա լինել Ստամբուլում։
Ուկրաինան այսօրվանից մայիսի 12-ից սպասում է լիակատար եւ երկարատև հրադադարի, իսկ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին սպասում է 5-շաբթի, մայիսի 15-ին Թուրքիայում։ Մենք վաղվանից սպասում ենք հրադադարի, լիակատար եւ երկարաժամկետ, որը կապահովի դիվանագիտության համար անհրաժեշտ հիմքը։ Սպանությունները հետաձգելու իմաստ չկա։ Եվ ես կսպասեմ Պուտինին 5-շաբթի օրը Թուրքիայում։ Անձամբ ես հույս ունեմ, որ այս անգամ ռուսները չգալու պատճառներ չեն փնտրի, ասել է նա։ Ուկրաինա-Ռուսաստան բանակցություններ Թուրքիայում մայիսի 15-ին։ Ինչպես հայտնել ենք այսօր մայիսի 12-ին իր Truth Social սոցիալական ցանցում ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ Ուկրաինան պետք է անհապաղ համաձայնի մայիսի 15-ին Թուրքիայում Ռուսաստանի հետ հանդիպմանը արյունահեղության հնարավոր դադարեցման հարցը քննարկելու համար։ Մայիսի 10-ին էլ Ֆրանսիայի, Գերմանիայի, Մեծ Բրիտանիայի եւ Լեհաստանի առաջնորդները հայտարարեցին, որ Ուկրաինայի եւ Միացյալ Նահանգների հետ միասին կոչ են անում Ռուսաստանին մայիսի 12-ից սկսած 30 օրով լիովին եւ անվերապահորեն դադարեցնել կրակը։ Կրեմլի ղեկավար Վլադիմիր Պուտինը մայիսի 11-ի գիշերային ելույթում չարձագանքեց այս կոչին, բայց առաջարկեց Ուկրաինային վերսկսել ուղիղ բանակցություններն առանց որևէ նախապայմանի մայիսի 15-ին Ստամբուլում։ Մայիսի 11-ի առավոտյան Վլադիմիր Զելենսկին դա անվանեց լավ նշան այն բանի, որ ռուսները վերջապես մտածում են պատերազմը դադարեցնելու մասին։ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին 5-շաբթի օրը կժամանի Թուրքիա, նույնիսկ եթե Ռուսաստանը չհամաձայնվի հրադադարին, հաղորդում է Axios-ը հղում անելով իր աղբյուրին։ Այս ֆոնին Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկը հայտարարել է, որ աշխարհը սպասում է Ուկրաինայում անհապաղ եւ անվերապահ հրադադարի վերաբերյալ հստակ որոշման։ Ավելի վաղ Թուրքիայի նախագահի աշխատակազմը հայտարարել էր, որ Զելենսկու մայիսի 15-ին Թուրքիա այցելելու ծրագրերի մասին որևէ տեղեկություն չկա։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի մերձավոր արևելյան շրջագայությունից առաջ իսրայելական The Jerusalem Post-ը հղում անելով The Media Line ամերիկյան ռեսուրսին գրել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը առաջիկայում կարող է հայտարարել Պաղեստին պետությունը ճանաչելու մասին, իհարկե առանց Համասի եւ Գազայի։ Փաստը, որ այդ տեղեկությունը հանրայնացվում է Թրամփի մերձավոր արևելք այցից առաջ, թերևս էական է։ ԱՄՆ նախագահն իրականացնելու է առաջին արտերկրյա այցը եւ նա մեկնում է ոչ թե ռեգիոնալ դաշնակից երկիր Իսրայել, այլ արաբական երկրներ։ Իհարկե առաջին նախագահության շրջանում էր ԱՄՆ նախագահն առաջին արտերկրյա այցը կատարել Սաուդյան Արաբիա, սակայն այսօր բոլորովին այլ է միջավայրը թե ռեգիոնում, թե աշխարհում ընդհանրապես։ Ըստ այդմ նոր միջավայրում Թրամփի երթուղին անկասկած ստանում է առավել հատկանշականություն։ Նա լինելու է Սաուդյան Արաբիայում, Էմիրություններում, Քաթարում։ Սա բնականաբար չի նշանակում, որ ԱՄՆ-ն լքում է Իսրայելը, բայց միջազգային նոր իրավիճակն անխուսափելի անհրաժեշտություններ է առաջացնում ԱՄՆ ռեգիոնալ քաղաքականությունը նորոգելու իմաստով։ Իսկ այդտեղ իհարկե հնարավոր չէ հաշվի չառնել ուժերի նոր բալանսը, այդ թվում գերտերությունների միջև։ Դա ենթադրում է, որ ԱՄՆ-ն պետք է ձգտի կառուցել Իսրայելի հետ անվտանգության համակարգի նոր տրամաբանություն, որտեղ ԱՄՆ-ն ոչ թե անսասան կանգնած է Իսրայելի մեջքին եւ տալիս է Թել Ավիվին ռեգիոնալ ամենաթողության անցաթուղթ, այլ ըստ էության կանխարգելում է Իսրայելի հանդեպ ամենաթողության վտանգները, Թել Ավիվին բերելով ուժերի նոր բալանսի հետ հաշվի նստելու ռեժիմի։ Սա իհարկե շատ բարդ ու բազմաշերտ տրանսֆորմացիայի հարց է, որը թերևս մեկնարկել է Թրամփից էլ առաջ։ Այդ գործընթացն է, որ սրել է Իսրայելի վարչապետի ինքնապաշտպանական բնազդները, որոնք հնարավոր էր նրա դեմքին նկատել նույնիսկ շաբաթներ առաջ Սպիտակ տանը Թրամփի հետ հանդիպմանը։ Պաղեստին պետության ճանաչումն այդ իմաստով կարող է Թրամփի համար լինել անհրաժեշտ քայլերից մեկը։ Չի բացառվում, որ հենց այդ քայլը նախապատրաստելու համար է նաև Թրամփը ըստ էության դրել Գազայի չեզոքացման խնդիր, այսպես ասած փոխանակման սկզբունքով։ ԱՄՆ-ն ճանաչում է Պաղեստին պետությունը, սակայն դրա դիմաց Իսրայելն ազատվում է Գազայի խնդրից։ Եթե գործ ունենանք այդպիսի տրամաբանության հետ, ապա կասկած չկա, որ այդ հարցը ԱՄՆ-ն քննարկել է ռեգիոնի արաբական առաջատարների հետ, եւ Թրամփի մերձավոր արևելյան այցի ընթացքում դա կարող է լինել միապետությունների հետ քննարկման առանցքային հարցերից մեկը։
Սակայն այդ իմաստով Պաղեստինի ճանաչման հայտարարության հնարավորության հանրայնացումն ունի իսրայելական լսարանն ադապտացնելու նպատակ, թե ժամանակից շուտ հանրայնացումով Մերձավոր Արևելք այցից առաջ Թրամփի հանդեպ ճնշման եւ ըստ այդմ օրակարգը ճնշելու նպատակ։ Մերձավոր Արևելքը իհարկե բոլոր դեպքերում մեծ փոփոխությունների գործընթացում է։